Երբ պատրաստում էի այս կարկանդակները, չէի պատկերացնում, որ դրանք այսքան համեղ կստացվեն։ Դրանք պատրաստվում են մի քանի րոպեում և քիչ բաղադրիչներով։ Հավքիթները նախօրոք եփում ենք և կտրատում մանր խորանարդաձև։ Հաջորդ բաղադրիչը կանաչ ծուխն է, այն յուրահատուկ համ է հաղորդելու մեր կարկանդակներին։ Ես որոշեցի ավելացնել նաև մի փոքր թարխուն։ Ամբողջը լցնում ենք որևէ ափսեի մեջ, ավելացնում հալվող պանիր, հում հավքիթ, համեմում ենք ըստ ցանկության, իսկ վերջում ավելացնում ենք ալյուր։ Ամբողջը մի լավ խառնում ենք։ Ձեռքերի օգնությամբ ստանում ենք կարկանդակների տեսք, այնպես, ինչպես ցուցադրված է հոլովակում։ Պետք է ունենան այսպիսի տեսք։ Ինձ մոտ ստացվեց 6 կարկանդակ։ Թավայի մեծ ձիթայուղ ենք լցնում և թողնում, որ այն լավ տաքանա։ Զգուշությամբ շարում ենք մեր կարկանդակները։ Եփելու ենք փակ կափարիչով միջին կրակի վրա։ Տեսեք ինչ գեղեցիկ են ստացվում։ Երբ մի կողմը կարմրում է, այն զգուշությամբ շրջում ենք և մի քանի րոպե ևս կարմրացնում ենք մյուս կողմից։ Մեր անուշահոտ, ոսկեգույն ու շատ համեղ կարկանդակները պատրաստ են։ Դրանք հանգիստ կարող եք օգտագործել ձեր նիհարելու ընթացքում, քանի որ շատ քիչ կալորիաներ են պարունակում։ Այն կարելի է մատուցել տաք վիճակում, իսկ դուք չմոռանաք պահպանել տեսանյութն ու պատրաստել այն։ Բարի ախորժակ։